2-3 ընկերություն կար այն ադենը, հիմա 10,000 ընկերություն կա։ Թիվերը մի քանի հոգի աշխատող էին, այսօր մոտ 50,000 աշխատող ունենք տեխնոլոգիայի բնակավարի մեջ։ Հրաշալի։ Եվ ես կասեմ, որ Սփյուռք հայրենիքի կոզակցության իմաստով բավական մեծ բան կա այսօր մեջ, իրական արդյունք կա։ Ինձ համար ոչ հավային գովգասով մտածել է, ոչ միջնավերքով մտածել է, ոչ ուրիշ ձևով, այլ կգազեմ, որ պետք է մենք մտածենք միշտ գլոբալ ձևով։ Այսինքն, եթե հաջողությունը պիտի ունենանք, դեղական հաջողություն չի, համաշխարհային մագարտակի հաջողություն պիտի ունենանք։ Հայաստանը ապահով պահելու համար միայն զենքով չի գազեմ հարցը։ Միայն զենքով չէ հայոց բրգություն, այսինքն։ Եվ զենքով ալ պետք ունիս, եւ ոչ զենքով պետք ունիս։ Այսօր եթե նայես ան երկրներ, որ իրենք իրենց լավ պաշտպանած են, ուրիշ ձևերով պաշտպան։ Թայվանը, ինչու՞ Չինաստանը այսօր Թայվանը չի գրաված։ Այ դասատներում մանուկներում 96% դպրոց չունի։ Եթե նայես մեր Նյու Զիլանդիայի հայը, եթե նայես մեր Վանկուվերի հայը, Ջոհանսբուրգի հայը չունի։ Օրգանի, այսինքն ֆիզիկական դպրոց գոյություն չունի։ Չկա։ Նույնիսկ անկախները, որ շատ դպրոց ունենք Լիբանանի վեստիամը, որքան համեմատությունը մեր դասատներուն հայկական դպրոց կերտան։ Եվ շատերը օդար դպրոց ճշտանով համար։ Ամենքս պետք է մտահոգ լինենք։ Այո, ես հար մտահոգ եմ, ամենքս մտահոգ եմ, բայց 2026 չէ։ Միշտ Հայաստանով պետք է մտահոգ լինենք, միշտ մեր ազգով մտահոգ պետք է լինենք։ Մեր ազգը փոքր ազգ է, ասենք, պատմության ընթացքին միշտ ունեցած ենք անկախություն որոշ շրջաններու եւ գործընթացած ենք մեր անկախությունը շատ երկար շրջաններ։ Եթե նայենք մեր 3000 տարվա պատմության մեջ որքան մենք անկախ եղած ենք, քանի տարի եւ քանի տարի ոչ, ուրիշներու իշխանության տակ եղած ենք։ Այսօր մենք բախտավոր ենք անկախ Հայաստան ունենալով։ Եկեք անգերց խոսենք։ Բարև ձեզ հարգելի ագնտիրներ, եկեք անգերց խոսենք Երվանդ Զորյանին հետ էր զրույցս այսօր։ Խոսեցանք արհեստագիտության մասին, Հայաստանի եւ արհեստագիտության աբակային այսօրվա սպասելիքներուն, նաեւ մեր ժողովրդի ունեցած ներուժի մասին, երդասարտության մասին։ Խոսեցանք նաեւ հայկական բարեգործական ընդհանուր միության ու անոր դեսլականներու մասին։ Այս բոլորը Երվանդ Զորյանին հետ կացիկ։ Եկեք անգերց խոսենք։ Հաշվողական տեխնիկայի եւ միկրոէլեկտրաէներգիայի մասնակետ գիտությունների դոկտոր, պրոֆեսոր հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ, Սինոպսիս Հայաստանի ընկերության նախագահ, Ասկանը Շիրագ է։ ՀԲՏՄ Silicon Valley մասնաճյուղի նախագահ, Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի արտասահմանյան անդամ։ Այս բոլորեն դուրս ով է Երվանդ Զորյանը, անգերց Եկեք անգերց խոսենք։ Մենք այդպես կգոչվի մեր հաղորդումը, բարի եկած եք։ Հայցանք։ Ով եք դուք մեր ագնտիրներուն համար այս բոլոր պաշտոնական կարևոր ֆեյզերեն անտին։ Այսօք պաշտոններ են, տիտրեր են, բայց ես հայմն եմ ի վերջո եւ տեխնոլոգիստ եմ։ Իջաճսի կոսմիկ հայն եք դուք ինձ համար։ Այդպես է, օքեյ։ Որ ամեն տեղ եք եւ ուր որ աշխատանք կա դանելու մեր ժողովրդի համար։ Այդպես է։ Աշխատանք տանելու իմաստով է։ Ես երկուպանի մեջ եղած եմ միշտ, մեմը իմ տեխնիկ հետաքրքրությունները են, էլեկտրոնիկսն է, որ զարգացած եմ չիպերու ինդուստրիայի մեջ երկարատեն է, մանկությունն է, իմ հետաքրքրությունս եղած է տեխնոլոգիան, մյուսնալ հայությունն է։ Հայության ծառայելնալ գրգին նոյն ընտանիք ես եկած է, հայրս, մեծ հայրերս եւ այլն միշտ դի ունեցած են։ Ես այմ գարկիս հայության ծառայելը ամենուս պատականությունը կգազեմ որ է, ես այմ գարկիս պետք է ածգնեմ։ Բազորյան, դուք ծնած եք քաղաքը, որ այսօր վիրավոր է բավական Հալեբը։ Ինչ մնաց այդ Հալեբեն ծեր մեջ։ Դեղմը գսկակ այդ Հալեբի ներքո։ Շատ բան, այո։ Հոնձնած մեծած եմ, իմ անգությունս հոնանցած եմ, իմ վրաս բավական մեծ ծոշկած է Հալեբը։ Հալեբը գրգին դակուկ դերմն է, եւ ես կազեմ որ լավ հայք բազաստ է։ Առանց պարտույտներու նվիրված հայեր բազաստած է շատ մեծ տիվով, եւ իմ վրաս մեծ ասեշուն ունեցած է։ Այսօրվա թրությամբ կհետևիկ այնտեղի զարգացումը։ Կհետևիմ, թեև ընտանիք ես անդամներ չունիմ այլևս հոն ընկերներ, 10 ընկերներ դակավին ունիմ որոշ քանակով, բայց մեզ համար կարևոր է, քանի որ նախ պատմական իմաստով Հալեբը ոչ թե
ցեղասպանությունն վերջ։ Շատ առաջ իր դեր ունեցած է թե հյուսիս-հարավ դեպի Երուսաղեմի ջամփուն վրա գայավոր գեցոնը լալուն, թե east-west արևելք-արևմուտքի կիզին վրա մեդաքսի ճանապարհին վրա իր գայավոր դեր ունեցած է։ Աս եկին բաժարավ հայությունը հինեն հոնեղած է։ Այսինքն այն չէ որ ցեղասպանությանն յետք է որ մենք հաջողակ եւ այն անալեղած է, բայց անգե առաջ թե վաժարական գեցոնը լալուն ատկիցին վրա եւ թե հյուսիս-հարավը որ ամեն թակավորներ ամեն հայություն որ Երուսաղեմ գեստա հալեբի մեջ գայավոր գետմոներ ու գնալ ուրեմն հայկական գեցոն եղած է ուղագի հալեբը իմ մորս կողմը ընտանիքիս հին հայերեն որ արմանադին գսենք արաբերենով այո 400 դարյա չոնեղած են եւ վաճառականությամբ կսպավեին Բասկաստանեն Ակիայի կիզին վրա կորկի վաճառականություն ունեին Գերբասի վաճառականություն ունեին եւ երբ որ ցեղասպանություն եղավ եւ առաջին հոսքեր եկան իրենց համայնքներ որ այնադե մի քանի հազար հայ գար միայն 4000 հայ չափ գար անոնք էին որ պետք է աշխատանքը դարին որովհետեւ դեղավորեն եւ այլն կեմպեր պատրաստեն եկեք անգերց խոսենք Իրեք դուք կարևոր աշխատանք կդանիք Հայաստանի մեջ նաև երդասարտության հետ եւ ջանաբարներ գտնելու մեր երդասարտներուն աս ամբողջ դարիներու ընթացքին ցեզի համար ինչ էր ամենամեծ achievement-ը ցերկբերումը Հայաստանի մեջ որովհետեւ նաև ամեհի շատ մեծ գործ կդանի Սինոպսիս Արմինյան ես ներկա եղած եմ տարբեր միջոցառումներով գիտեմ քաշը այդ կառույցին դուք կողեք ինչ են achievement-ները achievement-ը իմ բարակայից իմ ասպարեզիս մեջ իմ բնակավարից մեջ եղած է ինչ սպիրկի մեջ մեր աշխատանքը դարբեր է հայը բահբանում է ինչ որ սպիրկի մեջ կգադարենք եւ գնենք այդի ամենք սալ սպիրկի մեջ բայց Հայաստանի մեջ հայը բավարարում չի անշուշտ մեր կոծը Հայաստանի մեջ Հայաստանի парքավաճումն է մեր ասպարեզի մեջ մեր բնակավարի մեջ ամեն մեկը սկսանք դել միշտ ասած եմ ադի ես ալ իմ բնակավարից մեջ եւ Հայաստանը անկախացավ անգե առաջ եղած եմ հոս բայց այս չեմ լսած տեխնոլոգի մեջ տեսնալու թե Հայաստանը ինչ կնի լսած ենք միշտ Մերգելյան ինստիտուտ գաչեմ գիտեմ բայց այս չունենք երբ որ սպիրկի մեջ ենք ադի տեսնալու անկախությունն վեճ այդ բանալին ունեցանք գծակ կան գազի որ իմ թերս պետք է լա Հայաստանի տեխնոլոգի բնակավարին օգտագործել հոստեի մեր ունեցած կոլեգաները կոծընկերները գտնալ ով են եւ հետենին կոզակցիլ եւ ադի զարգացնել Այդպես արի Սինոպսիսին շատ առաջ էր ադի այո ես 92-93-ին արդեն սկսա Հայաստան կալ նախ բազաստելու փոքր խումբեր այնեն ամերիկյան համալսարանի միջոցով ռիադի Պայքոզականի նախակային հետ խոսեց առաջին կոզս որ այնեն Լուիս Սիմոններ եւ Լուիս Սիմոնինսի որ Հայաստանի մեջ ունենք ուժեր որոնք կնան ուրիշ տեղեր տալ շոկյանալ եթե ուշադրություն չունենք նավթը չէ որ կետնին դա գիտի մնա բամոնե որ գնա ես տալ եթե մենք ուշադրություն չունենք շուտով եւ պետք է որ իրենց պատրաստենք եւ այժմիական վիճակի մեջ ունենք տեխնոլոգի արագ բաներով ունենք շատ արագ երկու օրվեջ հերացանեցա եթե տուն գնես եթե տուն գետաս գիրակոզես այդիկա ես պատրաստ եմ Պայքոզականի գոմե պրոջեկտնելու նոր հայ այնտեն ամերիկյան համալսարան նոր պատված է սա գնանք անոր հովանին դա գնել փամա եւ այդպես ենք լաբորատուարում պացիենտ 30 հոգի կդանք մեր բնակավարի մեջ եւ հավաքեցինք սկիզբներ Անոնք էին որ վեճը գամած երկու տարի էր որ հայկական Պայքոզական միությունը որոշ գումարներով օգտագործավ այդ խումբին վերջը արդեն սկսանք պրոջեկտներ բերել դա բերել ես AT&T աշխատել այնադեն առաջին պրոջեկտը AT&T-ին բերինք վերջը Intel-ին բերինք եւ այլն եւ այդ խումբը սկսավ պրոջեկտներով նախ աշխատել հետո ստարտափները սկսանք բերել 94-ին առաջին ստարտափը բերենք Silicon Hobbyden հոս որ առաջին աշխատողները դասավորեցին կդայես եւ սկսան աշխատել հետո հաջորդը բայց իմ բնակավարից մեջ ես իմ կոզս գացեմ որ ացիով սկսա անել եւ եթե արդյունք գուզենք բանել գազեմ որ ուրախ կսկամ որ այն անցիկը որ գաբեցինք չկացին ուրիշտեղ ոչ Մոսկվա կացին, ոչ Գերմանիա կացին, ոչ Ամերիկա կացին։ Այսինքն տրամադրուխը չմսխվեցավ, այսպես պատկերավորեցան։ Եվ ոստնասին ոչ թե միայն մնացին, աջեցան։ 2-3 ընկերություն կար այն ադենը, հիմա 10,000 ընկերություն կա։ Թիվերը իրենք։ Մի քանի հոգի աշխատող էին այսօր մոտ 50,000 աշխատող ունենք տեխնոլոգիի բնակավարի մեջ։
Հրաշալի։ Եվ ես կասեմ, որ սպիրտ հայրենիքի կոզակցության իմաստով բավական մեծ բան կա այսօր մեջը, իրական արդյունք կա։ Շատ ուրիշ բնակավարներու մեջ ալ փորձեցին ոմանք սպիրկեն Հայաստանի հետ կոզերնել, ոսկերչություն, ուրիշ բաներ, ոմանք հաջողեցան, բժշկության մեջ եւ այլն։ Ասալ ամենահաջող օրինակները մեկն է, ուր սպիրկի թևը հայաստանյան թևին հետ կոզակցելով այսօր Հայաստանի էկոնոմիին 8% գնե տեխնոլոգիան։ Երբ որ սկսանք 0-ին վայրել անշուշտ։ Եվ հաջող էկոնոմիի սեկտորները մեկը, սա դինձի հաջող կպատճառ է։ Որպես նաև գիտնական գտնեք, երբ բարերու գողքին թիվեր գուտանք, այդ մեկը արդեն բավարար է։ Գիտեք, այս երկար դարիներու ընթացքին տարբեր բահերու այսպես հիաստապություններ ապրեցակ, ինչու գիտեք, որովհետև հարավային Կովկասը ուրիշ landscape մնե եւ այն դեղերը ուր դուք կուքակ, մենք կուքանք, ուրիշները սպիրկայեր կուքան, բոլորովին դարբեր են մենտալիտետները, մտածելակերպը, շփման եղանակը, նույնիսկ մարդկային հարաբերության մեջ ամենապրիմիտիվ արտահայտությունները դարբեր են։ Այդ ցեզի նեղացուց անգեղձորեն Չեմ սենեղացուց, չի նեղացուց, բայց ինձի համար ոչ հարավային Կովկասով մտածել է, ոչ միջնավերքով մտածել է, ոչ ուրիշ ձևով, այլ գազեն, որ պետք է մենք մտածենք միշտ global ձևով։ Այսինքն, եթե հաջողությունը պիտի ունենանք, դեղական հաջողություն չի, համաշխարհային մագարտակի հաջողություն պիտի ունենանք։ Եթե պիտի մենք մեզ որպես անձ, մենք մեր ընկերությունները որպես ընկերություն, որպես project, ինչ որ պիտի անես, պետք է որ աշխարհի մասշտաբով մտածես։ Եվ անը որ ինձ ադներ գմդաուքեր, կան որ ոմանք ներգմդազենք, որ մենք հարավային Կովկասի մասշտաբով լավ ենք։ Մեր եզերքի երկիրներուն համեմատ լավ։ Ցեզի չի բավարարել։ Չի գնա բավարարել։ Պետք է որ մենք ինչ որ պիտի ստեղծենք, քանի որ չես գնա local բամանել։ Հայաստանը շատ փոքր է։ Ո՞վ է ընկերություն պիտի նես միան Հայաստանի համար չի մեծնար։ Պիտի նես աշխարհի մեջ կուդեղդ գտնալու համար։ Դերս ադի իմ բանս է մանկությունից կուկա իրականության մեջ եթե մտածեմ, հայրս սկսեց դասարանից մեջ առաջին լալը Մասնաճունի, հա։ Դրոսիդ մեջ աչի, հալեվի մագարտագին աչի, պամ չի, երբ որ պիտի տուն իսկական դեղ հասնիս, պիտի համակուբարի մի երտաս միջազգային, պիտի ոտքի ելաս եւ անոնց առաջինը լաս, ոչ թե կու քաղաքիդ, կու դրոսիդ, կու դասարան առաջինը։ So, վաս աստած է, եւ միշտ կմտածեմ, որ եւ Հայաստանի մեջ, եւ Սփյուռքի մեջ, ուր որ ենք, պետք է լայն մտածենք եւ global level posting մեր հաջողությունները նշել։ Պաուզորյան, այս բոլորով հանդերձ, եթե մենք այսօրվա ծեր ունեցած գիտական բաշարը, նաև փորձառությունները Հայաստանի մեջ IT ոլորտի գրթությունը, այդ բոլորը գրնակ ծեր մոտ փոխկապակցել մեր անվտանգության համագարկին հետ, այդ առումով աշխատանքները ինչ ունի են, գիտեմ որ գրնակ ոչ բոլոր մանրամասնությունները դալ մեր դիդողներուն, բայց մեզի համար այսօրվա աշխարհը այլևս Կալաշնիկովի աշխարհը չէ։ Մենք Բեյրութի մեջ մեծանք այն օրերուն, որ գգոչեին մեր հայ թաղերու, հայկական թաղերու պաշտպանությունը կատարած դղոց բարդականությունը գգոչեին Կալաշնիկովի սերունդ։ Այսօր ուրիշ են խաղի կանոնները եւ կորձիկները։ Ինչ պատկերացում ունի մեզ համար։ Սակայն ինչպես ամեն ինչ տեխնոլոգիան իր աստեցություն ունի։ Մեր կյանքի ամեն մեկ բնակավարի մեջ։ Եթե Կլաշնիկովը այդ օրերու արտիական զենքն է, այսօր արտիական զենքը ուրիշ բան է։ Այսօր մեր ավտոմեքենան որ գշենք, դարբեր է, քան ինչ որ նախորդ էր։ Ինչ ամեն կոզիկ որ գոզածենք։ Նույնն ալ հոս է։ Եթե մենք չարտիականացնենք մեր զենքերը, մեր պաշտպանությունը, անշուշտ ետ գմնանք եւ պաստը մեջտեղն է գիտենք որ մենք եթե վնասներ ունեցանք հողեր դվինք բազապես քանի որ արտիականացման մեջը ետ մնացած էինք այսինքն ինչպես պիտի արտասանանք անշուշտ ամեն ինչը դու մինագը չես կնանել եթե ամեն մեկ բանը մեկ պիտի ստեղծենք չենք առաջանալ պիտի նայես ինչը գնաս օգտագործել ուրիշ տեղերը ինչը գնաս տուն ավելցնել վրան բայց միշտ բաց միտքով պիտի լաս օրվա վիճակին լալու վաղվա համար պատրաստվել ոչ թե երեկվա համար պատրաստվել ուր ենք այդ ճանապարհեն գա Հայաստանի մեջ շարժ մենք կհետևենք մեր նախարարը բարձր տեխնոլոգիաների նախարարը բարոն Հայրաբեդյանը կարևոր գործ կկատարե եւ դուք գործագիցներ եք գա հույսի նշույլը
Գան ցերկբերումներ, ես շատ մոդեն ամեն մեկ ընկերությունը ինչ կնեն, այդքան չեմ գիտեմ, բայց գարկման ընկերությունները գտեսնենք, կնկատեք։ Այո, բավական նորություն կա Քովերնին, բաներգավը պիտի պատրաստի առնենք, բաներգավը մենք պիտի ստեղծենք, բայց իսկապես պետք է մենք մեզի արտիական վիճակի մեջ տնենք։ Եվ ոչ թե միայն պաշտպանության մեջ, ամեն մեկ բնակավարի մեջ որ աշխատենք։ Ամեն մեկ բնակավարին այդ օրվա վիճակին պետք է բերենք։ Հիմա Հայաստանը ապահով բահելու համար միայն զենքով չի գազեմ հասցը։ Միայն զենքով չէ հայոց բրգություն, այսինքն։ Եվ զենքով ալ պետք ունիս, եւ ոչ զենքով պետք ունիս։ Այսօր եթե նայես ան երկրներ, որ իրենց լավ պաշտպանած են, ուրիշ ծևերով պաշտպան, Թայվանը։ Ինչու՞ Չինաստանը այսօր Թայվանը չի գրաված։ Կամ չի համարցագիր։ Չի գրնա։ Շատ անշուշտ կնա զինվորական ծևով գնա։ TSMC անունով ընկերություն մը գա, որ չիպեր պատրաստող ընկերությունն է ասիա։ Չիպերու արտադրությունը։ Աշխարհի 70% չիպերուն, ամենաարտիական չիպերուն, կու հեռախոսներու մեջ, artificial intelligence-ի մեջ, cloud-ի մեջ, ուր կպատրաստվին 70%-ը Թայվանի մեջ կպատրաստվին։ Անոնց ամեն աշխարհը Թայվանեն գախյալ է, քանի որ աչքերը ոնգեկուկան։ Գախվածություն է։ Եթե փոքր երգաշարժ մի եղավ, խնդիր մի եղավ, աշխարհի ամեն չիպերը կգնան։ Երբակայ եթե չիպերը գնան, մեր ամեն կյանքի ամեն մեկ կոզիկ որ կոզազենք, ամեն մեկ անցս օրական 500 չիպ կոզազենք մեր կյանքի աշխատանքներում մեջ։ Կու սանան այդ ավտոմեքենա այդ կոմպյուտեր 500 չիպի հետ կաշխատենք օրական։ Եթե adonց նոր ադատությունները չլան, ուր գլանք։ Անոմայ որ ամեն աշխարհը չի գնացել որ Թայվանը գրավի այսօր, քանի որ կախվածությունը կա։ Մեջ լալով Չինաստանը, կան Չինաստանի չիպերն ալով կպատասխանին իրականության մեջ։ Հիմա Սերսանը որ զենք չի ադի, բայց զենք է նույնպես։ Զենքենալ ավելի է։ Աշուտ։ Եվ մենք պետք է այդ երկուքը միացնենք, չէ, արտիականությունը եւ։ Հիմա եկավոն։ Հիմա ինչպես կնանք մենք մեր էկոնոմիով, մեր փակավաճմամբ, մեր վիճակով այնպես լանք որ մեր ճշնամիները չգնա մեզի պամանել։ Ես գազեմ որ տեխնոլոգին մեկն է այդ բնակավարներեն, որ գնա մեզի ապահովել։ Անգերց խոսենք։ Ձեզ համար նաև դարերք է այնքան կարևոր թեման արևմտահայերենի թեման դուք հիմնադիրն եք Armenian Virtual College-ին, որ շատ կարևոր գործ գնե։ Նախքան ծանոթանալս այդ ծրագիրներուն մարդիկ ենթադրել դված էին, թե այդ գազագերբությունը կամ այդ մեթոդը գխապանե մեր դպրոցներուն կորձը միջայլոց ճիշտ հագարակն է բավարարված եք այդ ծրագրով եւ այսօր ինչ է ցեզի համար ուղղությունները ինչ են արևմտահայերենի հետ կապված հայկական վշուլամասան այսօր 15 տարին անցավ արդեն բավական 15 տարին եդասաստ է այսինքն բավական կորձ մինչև այսօր բայց բավարարված եմ ոչ չեմ նա բավարարված լար քանի որ մենք այսքան հայություն ունենք կնա շատ ավելի մարդոց հասնել այսօր եթե մենք 45000 հայ ունենք որ օգտվին հայկական վշուլ համալսարանն են որը մեր բոլոր դպրոցները եթե միասին տնենք այդքան մարդ չելա չգա աշակերտ չելա so բավական մեծ թիվ մը գա բայց անտին մենք ունենք 10 միլիոն հայություն Այո, Հայաստանի մեջ պետք չունենք լեզուս կամ մշակույթ սովետցնելու, ուրիշ բան եք սովետցնենք, նամատատանալ թե Հայաստանի մեջ ինչ կնենք, բայց հակին հսկա սպիրկ ունենք, դարազված շատ երկիրներու մեջ, անոնց հասնելը հայկական վշուլ համալսարանով հեշտ է, քանի որ մենք օգտագործենք ինտերնետը, գաբը, app-ը տելեֆոնիդ վրա կամ կոմպյուտերի վրա բրաուզերը, եւ որը միջոցով այսօր մենք լեզու հայերեն լեզու արևմտահայերեն եւ արևելահայերեն երկուզատ ծրագիր ունենք եւ հայոց պատմություն եւ մշակույթի դարբերներ ջադաբերություն երաժշտություն եւ այլն եւ ջադրակ որպես մեր մշակույթի մեկ մասը ասող բոլորը on-line ուսանին եւ գրնան թիրուչությամբ սորվիլ ուր որերին եք ուրեմն դարածելու շատ թիրուն միջոցը կա բայց տեխնոլոգի օրվա տեխնոլոգիով բիզնես Տեխնոլոգիի գավիլնալ հասցե ինչու, կամ որ տեխնոլոգին միշտ փոփոխական է, միշտ հարաճացման մեջ է։ Չես կնապամանել եւ 2 տարի վեճ նույնը բահել եւ 4 տարի վեճ նույնը բահել, քանի որ ամեն մեկս կգնալենք, որ ինչ որ պիտի կոզածենք, օրվա վիճակով լա։ Անորմալ որ այգան վրճուլ համալսարանի 10 տասկները պետք է բարելավեին քանի անգամ։
Միշտ update-նելու։ Միշտ update-նելու, նոր վիճակներ բերելու, app-երու մեջ տնելու։ Հիմա դեսանս սկիզբը ավելի շատ sign-off բաներ գտնենք մեջ։ Հիմա հակին վիդեո գտնենք մեջ, քանի որ վիդեոն։ Մեկ կայլ առաջ։ Աջ մեկ անց մինա գսով հիմա խումբով գսովին ամեն մեկ իր մասը գբերը եւ այնց interactive ծևով գնացնել։ So հակին նորություն գտնաս մեջը բերել, քանի որ educational technologies գստական տեխնոլոգին միշտ հարաճացման մեջ է։ Եվ անընդհատ նոր կյանք, նոր վիճակ։ 15 տարի առաջ որ սկսանք դեռ նորեր, բայց մինչ այդ ակին գարաճանակ մենք ամեն օր պետք է որտակը։ Մեր լեզուն չի փոխվի գոր, բայց լեզուի մատուցումը կփոխվի, եթե ով տեխնոլոգին օգտագործի։ Այս նաև ընդհանուր փաթեթի մաս կգազմի Վանոզորյան, որ կգոչվի հայաբահբանումը սպիրկի մեջ։ Ադիգա փոխարեն չեք դուք, չէ՞։ Անշուշտ հայաբաբանում մեկ լեզու բահելը հայաբաբանում է, բազմության զանոթանալը հայաբաբանում է, պետք ունենք ադոնքնելու։ Անշուշտ եթե մեր դպրոցներ ունենք եւ գնանք մեր դպրոցները հաճախել, շատ ավելի լավ, քանի որ կով գնստիս աշակերտին, փոխանակ ինտերնետով գված լաս միշտ աշակերտին հետո։ Բայց հոնալ դպրոցներուն ալ մեկ ակին օգտագործանք որ այսօր, թե երբ որ սկսանք չի գազը որ դպրոցներում մի օգտագործանք, դպրոցները կան եւ մենք ասած դպրոց չունեցողներուն համար է, որը հայ դասատներում մանուկներուն 96% դպրոց չունի։ Եթե նայես մեր Նյու Զիլանդիայի հայը, եթե նայես մեր Վանկուվերի հայը, Ջոհանսբուրգի հայը չունի։ Օրգանի, այսինքն ֆիզիկական դպրոց գոյություն չունի։ Չի կա։ Նույնիսկ անկախները որ շատ դպրոց ունենք Լիբանանի վեստիամը, որքան համեմատությունը մեր դասատներուն հայկական դպրոց կստան։ Եվ շատերը օդար դպրոց։ Ճիշտանով համար։ So այն հայ մանուկը դասատը բադանին որ նստարան չունի հայկական դպրոցի մեջ, virtual college ունի։ Եվ անգամ ուսումնասիրություն մրացեինք, միայն 4% հայերուն գտնան հայկական դպրոցի ստալ։ Մնացածը չեն, կայմոց չի գա։ Հիմա մենք ինչ կնենք անգեի վեր եւ աշխատենք դպրոց ունեցողներով հետ եւ դպրոցներով հետ գործակցենք, քանի որ արտիական ծրագիր է դպրոցները իրենց դասակիրքերուն գողքին կամ դասակիրքերուն փոխարեն գնան գործածել on-line as դինամիկ միջոցները, մուլտիմեդիա ծևերը, որ գնաս շատ ավելի օրվա քույներով, օրվա շարժումներով եւ այլն, քան թե դասական հին կիրք մկոզածես։ Այդ բարակային մենք այսօր ունենք մոտ 60 դպրոց սպիրկի մեջ, որոնք օգտագործեն ճիշտ։ Իրենց կամ լեզուն, կամ պատմությունը, կամ երաժշտությունը ամեն դեղ, Բերութեն, Բուենոս Այրես, Մոնտրեալ, կամ ուր 60 դպրոց ունենք, որոնք մեր համագործակցողներն են, պարտներն են։ Ավելին ասեմ, ծեր աշխատագիցներն դիգին Զեփյուր Խբլիգյանի հետ հարցազրույց մրազեի, այնքան գեղեցիկ օրինակ մը տվա, որ շատ դպավորեց։ Այն օրերում, որ ես Բուրչամուդի մեջ աշակերտ էի, մենք չունեինք այդ հնարավորությունը, որ նստեինք էկրանին առջև եւ virtual tour մնեինք Հայաստանի ցանկացած քրողի դունը կամ մյուզեեն կամ գրադարանը եւ ադիգա դուք բացարիք կգադարեիք։ Անկան թիրություններ կան որ գրնակն են։ Հիմա մենք ուրիշ բաներ սկսանք ավելցնել, տեսնալով որ այս virtual տասնտասկներու գա virtual մատակարարման ծևին մասնակցություն ունեցանք դարերների վեր։ Հիմա ուրիշ նյութեր կան, որոնք կարևոր է դարածվին, անոնք կալ օգտագործենք որ virtual college-ի ջամփով։ Մեկը artificial intelligence-ն է։ Այստեղան բանականությունը։ Այստեղան բանականությունը նյութն է, որ ամենքս պետք ունի ծանոթանալու, ոչ թե միայն տեխնոլոգիստը, ամենուս կյանքի մեջ աստեցություն ունի, դվյալներով մտածելը, դվյալները վերձև, ադոր օգնությունը ստանալը կարևոր է։ Եթե մանկությունեն սկսենք մեր մանուկներուն բադանիներուն տասավանտել ածևով, իրենց մտածելակերպը ավելի պատրաստված կլա, այստեղան բանականություն որդեգրելու իրենց կյանքի ընթացքին։ Ուրեմն ինչ ենք ստեղծեցինք partnership-ը, գործակցությունը։ Մի քանի գազམ་ագերբություններու միջև Synopsis-ին ֆոնդինգը ստացանք եւ մեր միությունը պատրաստեց տասնտասկները եւ AVC-ին, այսինքն հայկական վշուլամասանը մատակարարումը գնա։ Հիմա բավական մեծ թվով դպրոցներ ունենք, որ դպրոցական մագարտակի 3 տարվա պրոգրամը ստացեցինք 10-րդ, 11-րդ, 12-րդ, այստեղան բանականություն սովեցնելու։ Սա բադանիները, իրենց դպրոցներում մեջ նստած դեղը սկսին գոր հայրենով, այստեղան բանականություն սովիր, անոր պրոգրամինգը սովիր եւ պատրաստել այդ տարիքին։ Բացարիք բան։ Եկեք անգերց խոսենք։ Գիտեք, հատկապես պիտի բոլորովին այլ թեմայի մի երթամ, բայց կարևորեմ ձեր գարձիկը, հատկապես
բادرազմենի հետ կայս աղեդալի գարձես մենք սկացինք թե Հայաստանի մեջ թե հատկապես սպիրկի մեջ վիժնի հարց մոնի մեր ժողովուրդը նաև մեր ժողովրդի գուսակցությունները միությունները դուք շատ մոդ եք բարեգործականի պատասխանատու մարմինին անդամ եք ձեր կյանքի ձեր կենսակրթության մեջ բարեգործականը կարևոր թեր ունի հայկական իմաստով ամենակարևոր միություններն մեկն է այսօր ինչ է բարեգործականի վիժնը Վահան Զորյան դեպի ինչ տեսլական ունի այս կարևորագույն գազམ་ագերբությունները մեկը բարեգործական շիդագը որ այսօրվա բինայինք բայց բարեգործականը սկսած է 1906-ին այսօր բավական երկար 120 տարվա մոտավորապես պատմություն ունի մինչ ծևերը փոխված են իր մատակարարման իրեն սերվիսներուն բայց էական նպատակը իր դալիքը նույնն է ինքը 4 քիզ ունի 4 հիմք ունի ասենք այդ հիմքերուն վրա աշխատի մեկը գստությունն է մյուսը երիտասարդություն պատրաստելն է մյուսը Հայաստանի բարգավաճումն է եւ վերջինը մարդասիրական օգնություններն են ոմանք բարեգործական հայկական բարեգործական որպես մարդասիրական գազམ་ագերբություն կճանչնան ու շատ բարի շիդագ է որ շատ կարևոր է եւ մինչեւ այսօր գնենք ուր որ խնդիր կա եթե Բեյրութի մեջ է խնդիրը Բաղդադի մեջ է խնդիրը թե Լոս Անջելեսի մեջ խնդիր կա վերջերս որ դրագներ եղան հոնա պետք է ամենտեղ հա որ պետք է մարդասիրականն է դիգա Հայաստանի բարգավաճումը նորեն շատ կարևոր է Դեսագավոր ծրագիրներ ունենք Հայաստանի թե անցիկը պատրաստելու թե էկոնոմիին օգտագործելու գազենք որ շատ կարևոր է բարգավաճումը Հայաստանի գոստությունը եւ երիտասարդական ծրագիրները մշակութային եւ այլն պատրաստել սկաուտական այս 4-ն են որ առաջին օրեն մինչև այսօր կոդը բայց այսօր շատ ավելի արտիական ծևով գնենք դեպի ծևերով կտանք ուրեմն ծևն է որ կփոխվի բայց հիմնական այս 4 գիծերը նույնն են Գիտեք, իմ դարձյալ մանկության տարիներուն բարեգործականը միշտ ներկայություն էր Լիբանանահայ քաղաքի կյանքի մեջ, հիմա էլ ներկայություն է։ Մենք նույն passion-ը չզգացինք Հայաստանի մեջ։ Գազես ուրիշ բարեգործական մներ, չեմ գիտեր ինչ է, ինչպես define-ն է իրավիճակը, բայց ինչ է տարբերությունը, ինչու բարեգործականը չդարձավ, ասենք, այս հասարակության մասնիկը իսկապես, ինչ է պատճառը։ Չեմ գիտեր, բայց մտածելու ենք մեկ հատ սպիրկի մեջ ինչ կնե, անիչ որ սպիրկի մեջ կնե, նույնը չէ որ Հայաստանի մեջ պետք է։ Եթե մենք գրթական ծրագիրներ դրոսներ պետք է բահենք հայ բահբանում ունենք սպիրկի մեջ։ Գրթական նախարարությունն էր բարեգործականը սպիրկի։ Այո, այդպես դա եւ այլ դա գավին։ Իսկ հոստերը գրթական նախարարություն ունենք մենք արդեն։ Այո, գնենք գրթական ծրագիրներ, ոն ինչ որ պետք ունենք, եթե ամերիկյան համալսարան ունենք այսօր, բարեգործականը ստեղծած է ամերիկյան համալսարանը, գիտեք ադիգա։ Եթե virtual AVC-ն ունենք, բարեգործականը ստեղծած նույնպես։ So ունենք ադոնք, բայց ամեն օրվա ամեն անցի կյանքի մեջ է հավանաբար ոչ, քանի որ դեպի պանդեմիա կնի Հայաստանի մեջ։ Բարգավաճման իմաստով ահագի մարդոց կտվնանք։ Օրինակ ունենք մեկ հատ ծրագիր, որ շատ կսիրեմ, գիներու հաջողություններ։ Գիներու բադասություններ որպես entrepreneur-ներ։ Քանի ռոթխուպն է հիմա որ պատրաստած են 25 հոգինոց խումբեր են որ գուկան եւ բիզնեսի հասկացող գլանանոք իրենց 10-10 գուդաս վերջ մեկ դարիգի հետևից իրենց կոկնես ու ամեն մեկը ինքն ընկերությունը ստեղծե փոքր մեկը ասկադատրը մեկը հակուսկադատրը մեկը բայսակադատրը մեկը օջալգադատրը բայց ամեն մեկ հոգին գվերձվի բիզնեսիմը եւ կովմատիկ աշխատցնե ուրեմն ցերներսության ծրագիր մնե բայց գիներու ցերներշու բամ որ բագասը դեսանք հոս եւ դեսանք որ շատ մգիներ կան որոնք չունին այդ կարողությունը եւ իրենց պատրաստելու նույնիսկ Արցախի մեջ են քանի հատ խումբ պատրաստեցինք ուրեմն 25 հոգինոց խումբեր որ բավական մեծ չափով են հետո ծրագրավորումը գիներու եւ ուրիշներու նույնպես հա տեսանք որ շատ կան որ յակի մեջ դեռ հասած են մանկության չեն դրած բայց ոչ կգնան պատրաստվել so անորենք գին բակավաճման պամանը եւ ահակի մեծիով ծրագրավորող ադացեցինք չես մտածեցին հոսնստազեր որ հայկական պայքարությունը Հայաստանի մեջ ծրագրավորող պատասխանող գամ ցերներից գիներ պատասխանող բայց գաշի զանոթանալ հոստերի ծրագիրը բավական մեծ ծրագիրներ ունի երևի մեր եսալ որպես լրագրող պետք է ավելիալ մոդեցում ցուցաբերել Օրը մգնանք ադո մասին մի խոսիլ եթե անպայման անգերց խոսի
2020-ին ի վեր մեծ ցնցումներ անցանք մենք եւ վստահ եմ որ Հայաստանի հետ atkan սերտ գաբերու մեջ եւ հոգեվոր եւ տարբեր առումներով փոխկապակցված եք, կապված եք Հայաստանին, սիրեք Հայաստանը։ Այդ բոլոր դժվարություններում մեջ այսօր Երվանձորյանը մտահոգ է Հայաստանի ապագայով։ Ամենքս պետք է մտահոգ լինենք։ Այո, ես ալ մտահոգ եմ, ամենքս մտահոգ եմ, բայց 2020-ին վեճ չէ։ Միշտ Հայաստանով պետք է մտահոգ լինենք, միշտ մեր ազգով մտահոգ պետք է լինենք։ Մեր ազգը փոքր ազգ է, ասենք պատմության ընթացքին միշտ ունեցած ենք անկախություն որոշ շրջաններու եւ գործընթացած ենք մեր անկախությունը շատ երկար շրջաններ։ Եթե նայենք մեր 3000 դավաբանության մեջ որքան մենք անկախ եղած ենք, քանի տարի եւ քանի տարի ոչ, ուրիշներու իշխանության տակ եղած ենք։ Այսօր մենք բախտավոր ենք անկախ Հայաստան ունենալով։ Այդ վաստակույն դարիները գաբրինք, ուր մենք մեր հողին դերնենք։ Այսօր արժեքը պետք է գիտնանք։ Շատ հաճախ գործընթաց ենք հարիկալ։ Նայ պատմության մեջը գալի 10% միայն դարիներուն անկախ եղած ենք։ Եթե գծենք ընտանիք։ Անով հարկը պետք է գիտնանք մեր ունեցածին։ Ես նեգատիվ ձևով չեմ մտածել, գազեմ պոզիտիվ ենք մենք այսօր, բայց հարկը պետք է գիտնանք, պիտի պաշտպանենք եւ պիտի ավելի զարգացնենք, որ Փառքավաճ Հայաստանը լա, ավելի թյունը լա պաշտպանել։ Մեր համատրողին առաջարկով պիտի երթամ առաջ շատ գարչ հարցումներ եւ գարչ պատասխաններ։ Ձեր նախասիրած գիրքը, պարոն Զորյան։ Ռաֆի Խենթը։ Իսկ քրողը։ Քրողը Ագաթա Քրիստի։ Որ հաս լուզող է։ Այո, այո։ Նախասիրած ֆիլմը։ Դոկտոր Ժիվագո։ Իսկ լավագույն երաժշտական գդորը։ Four Seasons Vivaldi։ Նախասիրած երգիրը։ Հայաստան։ Նախասիրած ուդելիքը։ Հա։ Մի քանի հատ կա։ Մեկ հատը։ Մեկ հատը հավանաբար միս եւ պատարես։ Մագուչենես կա։ Վերջին հարցս ցեզի համար նախասիրած սուպեր հայը, որ միշտ երբ որ հայ ու գերբարի մասին մտածեք, իր անունը ձեր լեզվին կուզեք հնչեցնել։ Ինձ համար Շիրակը Բողոս Նուրապաշյան իդեալ հայ մի եղած է։ Ամեն իմաստով կնամ բացատրել։ Բայց եթե մեկ օքի պիտի շեմ իրեն գիշեմ։ Անգեղծ էր մեր զրույցը, շնորհակալ եմ պարոն Զորյան, մեր ակնթիրներուն հիշեցնեմ, որ հյուրս Երվանդ Զորյանն էր, նաև շնորհակալություն պիտի հայտնեմ Գյուլբենկյան հիմնարկության հայկական բաժանմունքին, առանց որուն ջիքերուն անկարելի պիտի լար այս հաղորդումը պատրաստել, նաև հորտորս ցեզի շերնելու, մեկնաբանելու, անշուշտ միշտ գիրտ մեկնաբանություններով լայք մսեղմելու մեր դեսանյութերուն համար, այդպիսով նպաստած գլակ անգախ մամուլի մեր առաքելությունը բարին ընծես։